Այսօր փետրվարի 26-ին հայտնվել էր տեղեկություն համացանցում այն մասին, որ Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինվորի կյանքից են զրկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դեպքի փաստով արդեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած զինվորի ծնողները գտնվում են արտերկրում, հայրը բուժման նպատակով, մայրը որպես խնամող։ Ներկայացնում ենք զոհված զինվորի լուսանկարները, վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն էր։ Կյանքից անժամանակ հեռացել է Գագիկ Հարությունյանն, ով մասնագիտությամբ երգիչ է։ Նա բանակում սերիալից հայտնի Վարուժի դերակատար Գոռ Հարությունյանի եղբայրն էր։ Գոռ Հարությունյանի եղբայրը կյանքից անժամանակ հեռացել է ինսուլտի պատճառով, այս մասին Live 24 News-ին հայտնել են նրա մտերիմները։ Ավելի վաղ ներկայացրել էին Գոռ Հարությունյանի հուզիչ հրապարակումը եղբոր մասին։ Մեռնում եմ, չեմ կարում, կյանքս, արևս, սիրունս, ջիգերս, ես ոնց եմ անելու, դու իմ ամենաուժեղ, ամենը, կյանքս, աղբերս, գրել է Գոռ Հարությունյանը։ Ցավակցում ենք ընտանիքին այս ցավալի կորստի համար։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կյանքից անժամանակ հեռացել է սիրված պարոսուից պարող Պետրոս Աֆարյանը։ Պետրոս Աֆարյանը երկարատև հիվանդությունից հետո ընտրել է երկնային կյանքի ճանապարհը։ Պետրոս Աֆարյանի մահից հետո հայհայտնիներից շատերն են ինստագրամյան հարթակում հրապարակումներ անում վերջինիս մասնակցությամբ։ Դերասան Բեն Ավետիսյանը տարածել է Պետրոս Աֆարյանի լուսանկարն ու գրել. «Պետ ջան, Աստված հոգիդ լույսերի մեջ պահի աղբերս»։ Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն էլ տարածելով Պետրոս Աֆարյանի մասնակցությամբ տեսանյութ հետևյալ տողերն է գրել. «Տարիներ առաջ, երբ ներկա էի այս ելույթին, քո մասնակցությամբ երբեք չէի պատկերացնի, որ նույն չարաբաստիկ հիվանդությունը քեզ կխլի մեզանից։ Լույսերի մեջ մնաս, պետ ջան»։ Երգչուհի Լենա Ղազարյանը տարածել է Պետրոս Աֆարյանի լուսանկարն ու գրել. «Աստված հոգիդ լուսավորի, Պետրոս ջան»։ Դերասանուհի Այդուլ Կարապետյանն էլ գրել է. «Պետո ջան»։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն, ով Պետրոսի հետ ոչ միայն գոլեգաներ է եղել, այլ նաև ընկերն է եղել Պետրոսի, հրապարակել է կադրեր Շանթ հեռուստաընկերության անցյալի Ստվերներ հեռուստանովելից, որտեղ ինքն ու Պետրոսը, Իզան և Ազատը կերտել էին իրենց դերը։ Ցավոք պիտի նշեմ, որ մեր լուսավոր Պետրոսը հեռացավ կյանքից։ Շնորհակալություն բոլոր սրտացավ ու հոգատար մարդկանց, ովքեր արձագանքել էին Պետրոսի բուժման համար կազմակերպած մեծ դրամահավաքին։ Հավատացեք, նա շատ էր ուրախացել ձեր վերաբերմունքից ու աջակցությունից։ Աստված հոգիդ լուսավորի, իմ լավ գործընկեր, ընկեր, տաղանդավոր, լուսավոր պայծառ մարդ, գրել է Անահիտ Կիրակոսյանը համատեղ լուսանկարին։ Կից նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ամալիա Հովհաննիսյանը հրապարակել է պարուսույցի լուսանկարն ու գրել. «Ինձ պատմեցին, որ այսօր արդեն պիտի բժշկական ինքնաթիռով բերեին Հայաստան։ Ցավոք չհասցրեց վերջին անգամ գրկել հարազատներին։ Կյանքը շատ անարդար է հենց այս անսպասելի լուծումների, առողջական խնդիրների ու անավարտ վերջաբանների համար։ Լույսերի մեջ մնաս»։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ մենք հայտարարությամբ էինք հանդես եկել, նշելով, որ հայհայտնիները խնդրում են գումար հավաքել և մեկ մարդու նման աջակցել Պետրոս Աֆարյանին հայրենիք վերադառնալու համար։ Դերասանուհի Ռոզա Դավթյանն ինստագրամյան էջում հրապարակում է արել այդպիսով ուշադրությունը հրավիրելով իր հետևորդներին. «Ես դիմում եմ ձեր օգնությանը շատ ծանր և անհապաղ իրավիճակում։ Պետրոս Աֆարյանը ներկայում գտնվում է Գերմանիայում և գտնվում է կյանքի համար վտանգավոր ծանր հիվանդության մեջ։ Նրա առողջական վիճակը արագ վատթարանում է, և այս պահին չափազանց կարևոր է, որ նրան հնարավորինս շուտ տեղափոխեն Հայաստան, իր հարազատների կողքին, որտեղ կարող է ստանալ անհրաժեշտ աջակցություն և բժշկական հսկողություն։ Անհրաժեշտ է միջազգային հոսպիտալային տրանսպորտ, որը մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում։ Այս պահին մեզ համար հնարավոր չէ ինքնուրույն հոգալ այդ ծախսերը։ Ձեր ցանկացած աջակցություն անմիջականապես կօգնի ապահովել անվտանգ տեղափոխումը։ Եվրոպայից Հայաստան 50,000 եվրո, սա սովորական թռիչք չէ, հատուկ թռիչք է։ Խնդրում եմ, միացեք այս կարևոր գործին և օգնեք Պետրոսին ժամանակին վերադառնալ իր հարազատների կողքին։ Շնորհակալ ենք ձեր կարեկցանքի և աջակցության համար։ Այս հաղորդագրությունը դերասանուհին տարածել է իր ինստագրամյան էջում, այդպիսով օգտագործելով իր մեծ լսարանը երիտասարդ տղային օգնելու համար։ Նետկարի Գիտյանն ինստագրամյան էջում տարածել է օգտատերերից մեկի հրապարակումն, ով օգնության խնդրանքով է դիմել. «Սիրելի մարդիկ, սա իմ կյանքի ամենադժվար գրառումներից մեկն է։ Հայրս ունի հաստաղ ու քաղցկեղ, որն այժմ գտնվում է առաջադեմ փուլում և տարածված է լյարդի վրա։ Վերջին կաթահետազոտությունները ցույց են տալիս հիվանդության պրոգրեսիա, ուռուցքի և մետաստատիկ օջախների
աճ։ Այսպիսով Էդգար Իգիթյանը իր հետևորդների ուշադրությունն է հրավիրել։ Դերասան Գևորգ Գրիգորյանի ինստագրամյան էջում տարածել է ինստագրամյան հարթակում հրապարակված մի օգնության կանչ, որը ներկայացնում ենք ձեզ։ Օքսանա Սուլթանովայի մոտ լուրջ հիվանդություն է, որի համար անհրաժեշտ է թանկարժեք բուժում։ Սկզբնական ախտորոշումը ագրեսիվ սուր էնդոմետրիոզն է, ադենոմիոզ, աղիքների էնդոմետրիոզ և այդպես շարունակ։ Երիտասարդ աղջկա մոտ արնահուսություն է։ Գևորգ Գրիգորյանը տարածել է այս հրապարակումը և խնդրել մարդկանց օգնել և մաքսիմալ տարածել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք։ Դերասան Տարոն Իսպիրյանը, նույն ինքը Պոնչը, ինստագրամյան էջում մի հայտարարություն է տարածել, որով դիմում է իր հետևորդների օգնությանը։ Իմ լավ ընկերներ, խնդրում եմ ցանկացածիդ օգնությունը կիսվեք, տարածեք, իսկ հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցեք իմ ամենալավ ընկերոջը։ Իմ լավ ընկերը, իմ հարազատը Գագիկը այսօր անցնում է իր կյանքի ամենադժվար փորձությունը։ Նա այժմ պայքարում է բել-լիմֆոմա չարորակ ուռուցքի դեմ մեծ ուժով, հավատով ու համբերությամբ։ Հայաստանում նա անցել է քիմիոթերապիայի 6 կուրս, այնուհետև Բելառուսում ստացել է քերթիփ թերապիա, որը ցավոք արդյունք չի տվել։ Այժմ Հայաստանում է, բուժում է ստանում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում և բոլորիս օգնության կարիքն ունի։ Բարի մարդիկ, ձեր նույնիսկ ամենափոքրիկ ֆինանսական աջակցությունն այսօր չափազանց մեծ նշանակություն ունի Գագիկի համար։ Փոխանցումներ կարող եք կատարել Գագիկի հարազատ եղբորը։ Նշենք նաև, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր տարածել նաև Տիրված դերասան հումորիստ Ռաֆայել Երանոցյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Վերջինս պարբերաբար հրապարակումների տեսքով խոսում է իր ներկայացումների մասին, ցույց տալիս, թե ինչպես է ճամփորդում ժամանակ առ ժամանակ, ինչպես է ժամանակն անցկացնում իր ընկերների, մտերիմների ու բարեկամների հետ։ Այսօր Ռաֆայել Երանոցյանի հրապարակումը մի փոքր տարբերվում է մնացածից։ Նա միացել է օգնության կոչին ի աջակցություն մի կնոջ։ Շնորհիվ ձեր աջակցության արդեն հավաքվել է 115,000 դրամ։ Յուրաքանչյուր ներդրում մեզ մեկ քայլ մոտեցնում է նպատակին։ Անհրաժեշտ է ևս 1,485,000 դրամ։ Ձեր օգնությունը կարող է իրական փոփոխություն բերել։ Փոխանցումների համար հաշվեհամարները նշված են էկրանին։ Ահա այս օգնությանն է միացել դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք երգիչ Սարգիս Եղիազարյանն ինստագրամյան էջում հրապարակումով է հանդես եկել, այդպիսով դիմելով հանրության ուշադրությանը։ Վերջինս օգնություն է խնդրել Լևոն Խաչատրյանի համար, նշելով հաշվեհամարները և հեռախոսահամարները, որտեղ կարող են փոխանցվել գումարները երիտասարդ տղայի կյանքը փրկելու համար։ Ինձ պետք է ձեր աջակցությունը։ Բուժման 3-րդ կուրսի համար շտապ անհրաժեշտ է։ Գումար նշված է հայտարարության մեջ։ Հաղորդավարուհի գեղեցկուհի Իրինա Թովմասյանն ինստագրամյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, մենք ունենք ձեր օգնության կարիքը։ Երիտասարդ աղջկա մոտ 24 տարեկան հայտնաբերվել է high-grade սարկոմա, որն ունի շատ բարձր ագրեսիվություն։ Բուժումը Հայաստանում հնարավոր չէ շարունակել և շտապ անհրաժեշտ է վիրահատություն կատարել արտերկրում։ Ծախսերը չափազանց շատ են և ընտանիքը հոգացել է ծախսերը, սակայն խոսքը գնում է մեծ գումարի մասին։ Յուրաքանչյուրի 500 դրամը նույնիսկ կարող է մեծ օգնություն լինել», գրել է հաղորդավարուհին։ Նշենք նաև, որ այսօր ավելի վաղ ներկայացրել էինք Արամ Մելիքյանի ընտանեկան հրապարակումը, որը ևս օգնության մասին էր։ Աղջիկը ունի ողնաշարի կոտրվածք, վիրահատության համար անհրաժեշտ է 1,400,000 դրամ գումար։ Խնդրում ենք յուրաքանչյուրից ձեր փոքրիկ ներդրումը ունենալ։ Կարտային համարը և հեռախոսահամարը նշված է։ Հավելենք նաև, որ Մելիքյանների ընտանիքը ավելի ուշ ավելացրեց։ Ուրեմն վստահ եմ այս տեսանյութը վաղը կջնջվի, որովհետև վաղն ամբողջ գումարը հավաքված կլինի։ Ես նմանատիպ տեսանյութեր շատ քիչ եմ մեզ մոտ տեղադրում, բայց այս դեպքն իրական է։ Ինձ իմ ընկերն է խնդրելու աղջնակի, ընտանիքն ընդհանրապես հնարավորություն չունի։ Ես ու իմ ընտանիքը իհարկե միանում ենք աջակցմանը ֆինանսապես, ու եթե դուք կցանկանաք միանալ մեզ, զանգահարեք այս համարով, իմ լավ ընկերն է, ինքն ամեն ինչ կկազմակերպի, նշել են Մելիքյանների ինստագրամյան էջում։ Հավելենք նաև, որ հայհայտներից շատերն են նմանատիպ հրապարակումներով հանդես գալիս ինստագրամյան հարթակում, խնդրելով հանրության ուշադրությունը։